Իրա տերերը արցախցի են, ինքը քանի որ մենք գիտենք այսօր մեր հասարակությունը չի ընդունում տանը շուն, նամանավանդ երբ որ վարձով ես ապրում, շունը բնակվում է բակում։ Երբ որ մեր քաղաքապետարանը տենդեր է ինչ-որ ոմը, չգիտեմ, որ կազմակերպությունն է շահե, տենդեր էր շահե, մեքենայի մեջ շունիկին տեսնում ենք, երբ որ մենք ենք շուն տալիս, այն ժամանակ, երբ որ ինձ բացատրում են, որ ունեն իդեալական կլինիկա, շատ իդեալական պայմաններով կենդանիները կերակրվում են, եթե ձագ են, այսինքն 5-6 կամ ավելի փոքր են, պահում ենք այնքան ժամանակ, մինչև հասունանում է իրանց ստերջացման տարիքը, ստերջացնում ենք, բերում ենք հետ տարածք։ Ձագեր ունենք, որոնց հասանք, որ չտանը, որտեղ շատ ուճուր են, մի հատ ձագ ունենք, տվեցինք ու տեսանք, որ ինքը մեջն է, այսինքն Արցախից եկած շունիկ է, էլի խնդրում ենք անպայման ստերջացրեք, հետ բերեք, քանի որ դրսում է բնակվում, ապահով լինի։ Ու շունը գնում է չորեքշաբթի օրը այդ տարածք, որը հետագայում ես գոհարի վիդեոներից շանը տեսնում եմ այդ օրը ուղիղ եթերում որտեղ է, ինչ վիճակում։ Ունեմ վիդեո, որ շանը լուսադեմ ես արդեն դիմավորում եմ, շունը ոտը քաշում է, դողում է, վնասված չի, այսինքն շունը չգիտեմ ինչ ստրես է այնտեղ տանում։ Խնդրեմ ժողովուրդ ջան, չորեքշաբթի օրը տարել են, չստերջացված շուն եմ ձեզ ցույց տալիս։ Շունը գնացել է չորեքշաբթի օրը կլինիկա ստերջացման, շաբաթ գիշերը վերադարձել է հաճն տաքսով մեր գումարներով, չստերջացված վիճակում, ահա որ ստրեսային դողացող, այդ կարամ իմ մոտի կադրով ցույց տամ, ոնց է այս ոտը սենց հանելով, այս կենդանին մոտիկանում ինձ։